Հանուն Հոր և Որդու և Ոգուի Սրբո, ամեն։ Ուրիշ է արեգակի փառքը, ուրիշ է լուսնի փառքը, ուրիշ է աստղերի փառքը և յուրաքանչյուր աստղ տարբերվում է իր շողով, իր ցոլքով, իր փառքով։ Այսպես է ասում Պողոս առաքյալը, նկարագրելով երկնքի արքայությունը, հավիտենական կյանքը և երկինքը համեմատում է երկնքի հետ։ Երկնքի արքայությունը նմանացնում է երկնքի հետ։ Երկինքը միշտ լի է նախ և առաջ արեգակով, ցերեկը, այնուհետև գիշերը աստղերով և լուսինով։ Եվ երբ արեգակը ծագում է, աստղերն և լուսինը հեռանում են, նահանջում են, իսկ երբ արեգակը մայր է մտնում, աստղերն ու լուսինն են գալիս և բացվում։ Ահա այս ամենը հոգևոր գեղեցիկ սքանչելի խորհուրդ ունի։ Արեգակը մեր Տերն է Հիսուս Քրիստոս։ Տարվա մեջ մի շարք տոներ ունենք, որ Քրիստոսին է նվիրված։ Սուրբ ծնունդը, զատիկը, համբարձումը, պայծառակերպությունը, վարդավառը և այսպես տերունական տոներական խորհուրդները, այս բոլոր տոներին կարծես արեգակը ծագի։ Քրիստոսի տնօրինական տոնն ենք մենք կատարում և աստղերն ու լուսինը հետ են քաշվում։ Տերունի տոներին սրբոց տոները մենք չենք կատարում, որտև երբ որ արեգակը ծագում է, աստղի կարիք չկա, որտև մեծ է արեգակի լույսը, բայց երբ տերունի տոները վերջանում են, Քրիստոսի տնօրինական խորհուրդներից հետ են քաշվում, գալիս են սրբոց տոները, լույսը մեզ տալիս են սուրբերը, գիշերը աստղերն են լուսավորում, լուսինն է լույս տալիս, այդպես էլ սրբոց տոներին մեզ համար երկինքն է բացվում, գիշերային երկինքը։ Լուսինն ով է, Սուրբ Աստվածածինը, որովհետև արեգակի և աստղերի միջև ամենալուսավորը լուսինն է, այդպես էլ Քրիստոսի և սուրբերի միջև ամենաբարձրը Սուրբ Աստվածածինն է, և եկեղեցու սուրբ հայրերը միշտ լուսինը համեմատել են Սուրբ Աստվածածնի հետ։ Դուք տեսեք եք այն լուսադեմին, երբ արեգակը նոր դուրս է գալիս, դեռևս լույսն երևում է։ Այդպես էլ աստղերը չեն երևում, բայց լուսինը երևում է։ Այդպես էլ դեռ մեր Տեր Հիսուս Քրիստոս պետք է ծնվեր, Աստվածածինը երևաց, Աստվածածնից ծնվեց Քրիստոս, և ամենամոտ բարեխոսը Աստծո միածին որդու առջև, միջնորդը Սուրբ Աստվածածինն է։ Իսկ այսօր տոն է եկեղեցում, գեղեցիկ տոն է, շատ հետաքրքիր սքանչելի տոն է, ամենայն սրբոց, հնոց և նորոց, հայտից և անհայտից տոնն է։ Այսօր բոլոր սուրբերի տոնն է, հին ու նոր, հայտնի և անհայտնի, տոնելի և ոչ տոնելի, մարդկանց կողմից հայտնի և անհայտ շատ սուրբեր կան, որոնք եղել են, այսօր էլ կան, դրանց տոնն է այսօր, այսինքն այսօր գիշերային երկնքի տոնն է, աստղերը բացվել են երկնքում, լուսինը կանգնել է աստղերի մեջտեղում, Սուրբ Աստվածածինը բոլոր սուրբերի գլխավորն է, և մենք տոնում ենք այսօր երկնքի տոնը, նայում ենք երկնքին, աստղերը ինչքան շատ են, շատ աստղեր մենք ուսումնասիրել ենք, անգիր գիտենք, շատ սուրբերի տոներ կյանքը, վարքը մենք գիտենք և հիշում ենք նրանց խոսքերը, նրանց կյանքը, նրանց վարքը, փորձում ենք նմանվել նրանց,
բայց շատ աստղեր հայտնի չեն, պետք է հայտնվեն, հայտնաբերվեն, հայտնագործվեն, այդպես էլ շատ սուրբեր, որ իրենք չուզեցան, որ իրենք հայտնի դառնային, այլ խոնար, համեստ Աստծո ծառաներ էին, ոչ թե մարդկանց, այլ Աստծո առջև կատարեցին իրենց սրբությունը։ Մեզ դեռևս անհայտ են, բայց այսօր այդ անհայտնել են, հայտնագործվել են, անհայտ սուրբերի տոնն է այսօր, չհայտնագործված աստղերը այսօր հայտնագործվել են երկնքում, մենք միավորվել ենք աստղալից երկնքին այսօր, եթե որևէ սուրբի տոնին, այդ սուրբը համարձակություն ունի իր հիշատակին կատարվող պատարագին, խունգին, աղոթքին մասնակցելու, կարծես ամեն սուրբի տոնի մեկ երկնքում դուռ է բացվում, որպեսզի մենք այդ դռնով մտնենք երկինք, ապա այսօր երկնքի բոլոր դռներն են բացվել, բոլոր սուրբերը հայտնի անհայտ, նոր, հին, առաքյալներ, մարգարեներ, վարդապետներ, կույսեր, հայրապետներ, մարտիրոսներ, խոստովանողներ, բոլոր դռները բացվել են, տեսեք ինչքան օրհնություն է երկնքում իջնում, եւ որքան ողորմություն կարող ենք մենք ստանալ Աստծուց, ուրեմն մենք էլ մեր սրտի դռները պետք է բացենք, եւ հենց երկնքի այս բաց դռներով մեր սրտի աղոթքը, մեր խնդրանքը ուղարկենք երկինք։ Երկինքը միշտ լի է, երբեք թափուր չէ երկինքը, երբեք դատարկ չէ, երբեմն արեգակն է, երբեմն աստղերն են, երբեմն լուսին են, բայց շատ անգամ ամպերը գալիս են ու ծածկում են երկինքը։ Երկինքը մեզ համար կարծես հեռանա, ծածկվի, բայց երբ անամպ երկինք է լինում, անամպ եղանակ է լինում, երկինքը շատ մոտ է, բաց է, որն են ամպերը, ինչն է խանգարում, որ մենք չտեսնենք երկինքի այդ սքանչելիքը, ամպերն են խանգարում, ամպը մեր միտքն է, միտքը օդ է, ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, մեր մտքին մենք կուտակում ենք թերահավատություն, անհավատություն, հուսահատություն, սկսում ենք մոռանալ, որ երկինքը բաց է մեզ համար, որ երկինքը միշտ լի է, երբեք թափուր ու դատարկ չէ, նստում ենք մեր մեջ, մեր ամպերը կուտակում ենք մեր մտքի վրա ու մեզ համար երկինքը փակվում է, չկա երկինք, գոյություն չունի, մենք ենք մեր ամպերը, ուրեմն ինչ պետք է անենք, ցրենք այդ ամպերը, երկինքը միշտ բաց է, լի է աստղերով, արեգակով, լուսինով, գիշերը, ուրեմն աստղերն ու լուսինն են, ցերեկը արեգակն է, սրբոց տոն է, ուրեմն սուրբերն են մեզ բարեխոս, Տերինի տոն է, Քրիստոս է արեգակը մեր ջերմացնում, հեռացնենք ամպերը, վերացնենք թերահավատությունը, հուսահատությունը, անհավատությունը, ձեռք մեկնենք դեպի երկինք, այնտեղից մեզ օրհնություն կիջնի, ուրեմն այսօր բոլոր սուրբերի տոնն է, մենք էլ միավորվում ենք, բոլոր հայտնի, անհայտ, հին ու նոր բոլոր սուրբերին, և խնդրում ենք իրենց բարեխոսություն, ամեն։